այս մարդիկ իրենց համեմատում են առաջին հանրապետության այրերի հետ։ Այսինքն ուզում եմ հասկանալ, ով ում հետ է համեմատվում, էլի։ Այդ տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը մեր Արամ Մանուկյանն է։ Այդ մարդու մասին ամենահայտնի պատմություններից մեկը է, բացի որ պետականաստեղծապետության հիմնադիր է, զրոյից պետությունը տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր ստեղծած է, Վանի հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպած է, ամենահայտնի պատմություններից մեկը տարածված է նա, որ հրաժարվել է տիֆի պատվաստանյութից, որ որբերին դա հասնի։ Այս մարդուն ասում ենք պատավատներից մեկից հրաժարվի, ձեռը չի գնում դա անի։ Ինչու ում հետ ենք համեմատում։ Կամ այդ տրամաբանության մեջ մեր դրոն բանն է, Սուրեն Պապիկյանն է։ Ձեր ծիծաղն է գալիս, չէ, գիտեմ։ Ասենք բան Ալեն Սիմոնյանը ով է տեղ։ Հովանես Քաջազնինը ում տղեն նահատակվել է այդ Հայաստանի անկախության համար մղված պատերազմում։ Դաշնակցությունը Հայաստանի անկախության համար մղված պատերազմում ամենաշատ զոհերը տված ուժն է։ Այստեղ գալիս ասում են Դաշնակցությունը Հայաստանի անկախությանը դեմ է եղել։ Բայց Դաշնակցությունը Հայաստանի անկախությանը դեմ էր։ Դաշնակցական ջոկատները Շահեն Մեղրյանը, Դուշման Վարդանը, բանը Արցախի անտառներում հայկական ուժերի դեմ էին կռվում։ Ինչ էին անում այնտեղ։ Այսինքն անկախության դեմ ու կողմ լինելը անկախության համար կռվելով չի արտահայտվում, այո, Դաշնակցության ուժը երբեք չի եղել, որ գնացել է Ստեփանակերտի հրապարակում ու ասել է Արցախը Հայաստանն է ու վերջ։ Դա մենք չենք արել, որովհետև քաղաքականությունից մի քիչ ավելի շատ բան ենք հասկացել։